Բարև ձեզ Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան, մեկնարկել է կանանց մեկ ամսյակը եւ սա եւս մեկ առիթ է խոսելու կանանց իրավունքների պաշտպանության մասին։ Որքանով է Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքը։ Այս մասին այսօր զրուցելու ենք իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հունանյանի հետ։ Բարև ձեզ պարոն Հունանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Հունանյան, Հայաստանում, հատկապես կրթության ոլորտում կանայք գերազանցում են տղամարդկանց, աշխատաշուկայում այլ պատկեր է, տղամարդիկ գերակշռում են։ Ինչով է պայմանավորված։ Կարծում եմ իրավական կարգավորումները չեն դրա պատճառը, ավելի շատ սոցիալ-մշակութային հանգամանքներով է պայմանավորված, որովհետև ինչպես աշխատանքային օրենսդրությունը, այնպես էլ օրենսդրության մյուս բնագավառները հիմնվում է սահմանադրության հիմունքների վրա, որի կանոններից մեկը, այսինքն նորմերից մեկը այն է, որ սեռական հիմքով խտրականությունն արգելվում է Հայաստանի Հանրապետությունում եւ այդ նորմը իր դրսևորումը ունի ցանկացած այլ կարգավորումների մեջ օրենսդրական կլինի կրթության բնագավառը թե աշխատանքի։ Ինչպես է ստացվում, որ այնուամենայնիվ մենք շատ հաճախ տեսնում ենք հայտարարություններ, որտեղ հստակ է նշված, պահանջվում են կանայք, պահանջվում են տղամարդիկ։ Հակասում է օրենսդրությանը, թե ամեն դեպքում գործատուի որոշումն է։ Դե դա արդեն ոչ թե օրենքի, այլ օրենքի կիրառման խնդիր է, որը դուք նշեցիք, մասնավորապես եթե հայտարարության մեջ ուղղակիորեն նշված է, որ հրավիրում են աշխատանքի կոնկրետ կանայք կամ տղամարդիկ, բայց ոչինչով դա հնարավոր չի պատճառաբանել, այսինքն աշխատանքային պարտականությունների համար ընդհանրապես կապ չունի սեռը աշխատողի, դա արդեն խախտում է օրենսդրությանը։ Պետությունն այստեղ ինչ ունի անելու, ինչ պարտավորություններ կան գործատուների համար եւ առհասարակ կանանց իրավունքները իրավական առումով Հայաստանում պաշտպանված են։ Հայաստանում եկեք տարբերակենք երկու շերտ խնդրի, մեկը օրենսդրական կարգավորումը, մյուսը դրա կիրառումը։ Օրենսդրական կարգավորման մակարդակով բնականաբար պաշտպանված են, խնդիր չկա ու վաղուց ի վեր արդեն անընդհատ զարգացումներ են գնում օրենսդրության մեջ, շուտվանից սկսել են այդ զարգացումները, բարեփոխումները եւ մենք այն կետին ենք այսօր շուտվանից իհարկե ոչ թե վերջերս շատ շուտվանից, որ կանանց իրավունքները պաշտպանված են օրենսդրական մակարդակով։ Սակայն կիրառման հարցում արդեն ոչ միայն պետական համակարգի անելիք է այստեղ կա, այլև հենց քաղաքացիների բնակչության, քանի որ շատ տարրական հարցերում կամ կենցաղային հարցերում լինի թե նույն աշխատանքային բնույթի հարցերում շատ հնարավոր է, որ լինեն խախտումներ իրավունքների կանանց ու շատերս էլ ենթադրում եմ ականատես եղած կլինենք, երբ որ խտրականությունն է ցուցաբերվում։ Տեսեք, շատ հաճախ կանայք զբաղվում են տնային եւ խնամքի գործերով, հետազոտությունները ցույց են տալիս, որ 25-ից մինչեւ 30 տարեկան կանայք հիմնականում աշխատաշուկայից դուրս են մնում։ Այս դեպքում ինչպես կարող ենք մեկնաբանել, սա խտրականություն է թե ոչ։ Դե ոչ միայն պետք է ինձ թվում է պայմանավորվել խտրականության հետ, այդ ամենը ավելի շատ նաև կապված է ընտանիքում ընտանեկան կյանքի կազմակերպման հարցի հետ, կարծում եմ։ Այսինքն ով խնամի հոգտանի երեխաների մասին, ով աշխատի այդ հարցը ամուսինների միջև հիմնականում մեր հասարակության մեջ լուծվում է այնպես, որ տղամարդն է աշխատում։ Երևի դրանով է պայմանավորված, բայց կրկին սա իրավական բնույթի խնդիր չի, սա սոցիալ-մշակութային խնդիր է։ Եթե խնդիրը ընդհանրապես շատ հաճախ ունենում ենք նաև, այսինքն այս պահին 4000-ից ավել ամուսնության դեպքում ունենք 2000-ից շատ քիչ պակաս ամուսնալուծությունների դեպքեր։ Իրավունքների գնահատմամբ, իրավունքներն ավելի արժևորելու արդյունքում են այս թվերը։ Կարծում եմ այդ հանգամանքը կա, այսինքն ինչ է տեղի ունենում, երբ որ ամուսնություն է կնքվում, հետո էլ ամուսնալուծությունն է գրանցվում ԿԿ մարմնում, դա իրավունքի իրագործում է, իրականացում է։ Եվ եթե նախկինում ամուսնալուծությունների թվերը ցուցանիշները ցածր էին, ներկայիս համեմատ, շատ հնարավոր է, որ որոշակի քանակություն ամուսնալուծությունների պայմանավորված է հենց կանանց կողմից իրենց իրավունքների կենսագործմամբ։ Այսինքն նախկինում իրավիճակն այնպեսին էր, որ կինը չէր գնում այդ քայլին, որ դիմեր ամուսնալուծության, ինչ որ
ոչ իրավական բնույթի խնդիրներով պայմանավորված։ Ներկայում ենթադրվում է, որ արդեն կինը իրեն պաշտպանված է զգում սոցիալական միջավայրում, համարում է, որ եթե առանձնանա, ամուսնալուծվի, ինքնուրույն կյանքը իր մոտ կստացվի։ Դժվար կլինի, բայց կստացվի, եւ գնում է այդ քայլին։ Ընտրում է ոչ թե ապրել ամուսնության մեջ, որտեղ երջանկություն չկա, այլ ապրել թեև դժվար, բայց ինքնուրույն եւ համատաբար ավելի երջանիկ կյանքով։ Ենթադրում եմ ամուսնալուծության ցուցանիշների բարձր ցուցանիշների հարցը հենց նաեւ սրանով կարող է պայմանավորված լինել։ Կանոիկ սոցիումում ավելի կայացած լինելը օգնում է իրավունքների իրացման, թե բերում է նաև հասարակության մենթալիտետի այդ խնդիրներին, որոնք էականորեն կան։ Դե իզուգորդված են իրար հետ, այսինքն մենթալիտետի փոփոխություն, մենթալիտետի դեմ նոր մենթալիտետի, աշխարհայացքի, աշխարհանկալման դեմ պայքարը պահպանողական լինել, թե ոչ պահպանողական լինել, դա բնականաբար կողք կանգնած է հենց իրավունքների իրականացման կողքին, որովհետև ընդհանուր վերցրած իրավական համակարգը այնպիսին է, որ բոլորին տալիս է հավասար հնարավորություններ, բոլորին տալիս է իրավունքներ, համապատասխան ազատություններ ինքնուրույն կյանք ունենալու համար։ Եվ եթե սկսեն այդ իրավունքները կենսագործվել, հնարավորինս շատ ակտիվ, քան այս պահին օրինակ կենսագործվում են, դա կարող է եւ լինել պայմանավորված մենթալիտետի փոփոխությամբ եւ տանել մենթալիտետի փոփոխության։ Աննանյան, կանայք երբ տանում են, օրինակ չեն աշխատում, там երեխաների խնամքով են զբաղվում 5-6 տարի, դրանից հետո ամեն դեպքում ամուսնալուծվելու որոշում են կայացնում։ Այսինքն կինը չի աշխատել, տղամարդն այդ ընթացքում աշխատել է, գույքի բաժանումը ինչպես է լինում։ Այ օրինակ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի վերաբերյալ իրավունքի նորմերը, այսինքն այդ կարգավորումները վառ արտահայտությունն են կանանց իրավունքների պաշտպանության, մասնավորապես ընդհանուր կանոնի համաձայն համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է համատեղ, ընդհանուր համատեղ սեփականություն ամուսինների։ Անկախ նրանից ում անունով է գրանցված գույքը, եթե օրինակ անշարժ գույք է, կարող է գրանցված լինել ամուսիններից մեկի անունով որպես սեփականություն, բայց եթե ձեռք է բերվել ամուսնության ընթացքում եւ առողջարքի պայմանագրի հիման վրա օրինակ, այդ դեպքում ստացվում է, որ ընդհանուր համատեղ սեփականություն է։ Բացառություն են կազմում միայն ձեռքբերման երկու հիմքերը, եթե ժառանգությամբ է ստացվել այդ գույքը, որպես ժառանգություն կամ նվեր, այդ դեպքում արդեն կոնկրետ ամուսնու սեփականությունն է միանձնյա, որ ժառանգություն է ստացել կամ որպես նվեր է ստացել գույքը։ Մնացած դեպքերում ըստ օրենքի պետք է գույքը համարվի եւ համարվում է ընդհանուր համատեղ սեփականություն։ Դա ինչու է այդպես կարգավորված։ Այն պատճառով, որ բնականաբար հնարավոր է, որ երկու ընտրությունը, ընտանիքի ֆինանսական խնդիրները հոգալու եւ երեխաների մասին հոգ տանելու այդ հարցը լուծելու ընտրությունը կարող է մի քանի ձևով դրսևորվել։ Օրինակ մի ամուսինը չաշխատի հոգ տանի ընտանիքի մասին, մյուս ամուսինը աշխատի կամ երկուսը աշխատեն։ Ընդ որում այստեղ կապ չունի ում մասին է խոսքը, կնոջ թե տղամարդու, որ ասում եմ աշխատի կամ հոգ տանի։ Բայց ինչպես գիտենք մեր իրականության մեջ հիմնականում տղամարդն է աշխատում, իսկ կինը զբաղվում է ընտանեկան հարցերով։ Եվ լիովին անարդարացի կլիներ այս պարագայում, եթե լիներ օրենսդրական այլ կարգավորում, մասնավորապես, որ կապ չունի, որ կապ ունի ով է ձեռք բերել, եթե օրինակ տղամարդն է ձեռք բերում գույք, առողջարքի պայմանագրով համարվեր միայն տղամարդունը, ինչու դա կլիներ անարդարացի, որովհետև կստացվեր կինը իր անձնական ժամանակը զոհել է երեխաների մասին հոգ տանելով, ընտանիքի ընդհանուր վերցրած մասին հոգ տանելով, ինչը կարող չաներ, կարող ինքը աշխատեր, տղամարդը օրինակ այդ հարցերով զբաղվեր։ Եվ հնարավորություն է տվել տղամարդուն, որպեսզի ինքը իր անձնական ժամանակը ավելի շատ ունենա անձնական ժամանակ, քան կինը, հաստորեն, այսինքն աշխատի, ռեալիզացնի իրեն իր մասնագիտության մեջ, կարիերայում հաջողություն ունենա եւ որպեսզի հավասարակշռություն շահերի լինի, օրենքով նախատեսված է, որ
ընդհանուր համատեղ սեփականություն կհամարվի ցանկացած գույք, կապ չունի ով ձեռք բերեց նրանցից։ Հիմա Հայաստանում ներդրվել է նաև հաշտարարի ինստիտուտ ամուսնալուծության փուլում, որքանով է օգնում եւ խանգարում սա եւ արդյոք հաշտարարը նույնությամբ ինչպես դատարանները հնարավորություն են ունենում պաշտպանել երկու կողմերի իրավունքները։ Դեռևս կարծում եմ պրակտիկայից ելնելով կայացման փուլում է այդ կարգավորումը, վերջերս է ուժի մեջ մտել, ինչու կայացման փուլում, որովհետև լինում են նաև դեպքեր, երբ որ խանգարում է իրավունքների կենսագործմանը։ Նախ ասեմ, որ հաշտարարության ինստիտուտը հենց ամուսնալուծության գործերով ուժի մեջ մտավ, գործողության մեջ ներդրվեց այն պատճառով, որ շատ անգամ հնարավոր է լինում երկարատև դատական վեճերի փոխարեն ամեն ինչ ավարտել բանակցելու շնորհիվ, այսինքն դատարանը մեծաքանակ ընտանեկան վեճեր քննելու փոխարեն կարող է ընդհանրապես հաստատել հաշտարարի կազմած համապատասխան փաստաթուղթը, երբ բանակցությունները ավարտվում են հաշտությամբ եւ էլ դատական վեճ չի լինում։ Իսկ ընտանեկան դատական վեճերը դες ասեմ, որ բավականին երկար են քննվում, դա պայմանավորված է նրանով, որ եթե իհարկե երեխայի նաև շահերին է առնչվում վեճը, այդ դեպքում է որ շատ երկար կարող է քննվել, որովհետև երեխայի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով նաև պարտադիր իրավասու մարմինը մասնակցում է դատական վեճերին, տալիս է օրինակ եզրակացություն ամուսիններից ցանկացած ընտանիք կյանքի վերաբերյալ, նաև նրա վերաբերյալ թե ում հետ երեխան եթե բնակվեց ամուսնալուծությունից հետո կբխի երեխայի շահերից Եվ դա որոշակի ժամանակ է պահանջում այդ աշխատանքները օրինականացնել, օրինակ նաև դրա պատճառով կարող է պայմանավորվել, որ ընտանեկան վեճերը բավականին երկար են քննվում։ Եվ որպեսզի այդ ամեն ինչը տեղի չունենա, այսինքն շատ արագ ավարտվի ընտանեկան վեճը, հաշտարարության ինստիտուտը թվում է, որ շատ արդյունավետ կարող է լինել։ Եւ պրակտիկայում լինում է դեպքեր, որ արդյունավետ է։ Օրինակ հնարավոր է, որ ամուսինները այն աստիճան կոնֆլիկտի մեջ լինեն, որ նույնիսկ չուզենան իրար տեսնել, որ գնան թեկած մարմին համատեղ դիմում գրանցեն, ներկայացնեն ամուսնալուծության համար, իսկ հաշտարարության ինստիտուտի շնորհիվ կարող են դա իրականացնել առանց էլի իրար տեսնելու, ուղղակի հայտնել համաձայնություն ուրեմն ամուսնալուծության եւ դրանով ավարտվի ամեն ինչ։ Բայց լինում են դեպքեր, երբ որ շատ արագ է անհրաժեշտ ամուսնալուծության հարցը հասնի դատարան եւ քննարկվի։ Շատ բազմաթիվ դեպքեր են հնարավոր, որ այդ անհրաժեշտությունը առկա լինի։ Այդ դեպքում հաշտարարության ինստիտուտը արդեն իհարկե որոշակի առումով ժամանակային առումով ներողություն խոչընդոտ է հանդիսանում, որտեղ քաղաքացին ուզում է արագ իր գործը հասնի դատարան եւ այնտեղ արագ քննության ենթարկվեն համապատասխան կարևոր հանգամանքներ, բայց սկզբում հաշտարարությունն է։ Այդ գույքի բաժանման խնդիրը հաշտարարությունը լուծում է։ Կարող է լուծել իհարկե։ Եթե կողմերը համաձայնվում են ըստ օրենսդրության կիսել, եթե ոչ, էլի դատարան։ Այո, ընտանեկան վեճերը հիմնականում պայմանավորված են կոնֆլիկտները էմոցիաներով, այսինքն էմոցիոնալ կոնֆլիկտներ են։ Եվ շատ անգամ կարող են նույնիսկ իրացիոնալ վարքագիծ դրսևորել կողմերը, օրինակ այսօր ինչ որ մոտեցում ունեն, որ այո, մենք այսպես կհաշտվենք, եւ ընդհանրապես կեսօր անց որոշումը փոխվում է, որովհետեւ էմոցիաները շատ ավելի ազդեցություն են ունենում չոր հաշվարկի համեմատ այս տեսակ վեճերը։ Եթե կողմերը ամեն դեպքում ունեն համաձայնություն, լիարժեք կիսելու գույքը, գնալ դիմում ներկայացնել եւ այլն, այս դեպքում հաշտարարի տրամաբանության մեջ ինչի համար է այդ մարմինը։ Այդ դեպքում նույնիսկ իմաստ չունի գնան դատարան, կարող որ սկզբից հաշտարարության փուլը անցնեն։ Կարող են նոտարական գրասենյակ այցելել, իրենց համաձայնությունը թղթին հանձնել ու համապատասխան իրավաբանական գործիքակազմի շնորհիվ եւ համապատասխան գործարքներ կնքելու շնորհիվ եւ ուղղակի բաժանեն իմաց միջև իրենց գույքը։ Չմոռանամ ասել նաեւ, որ կա ամուսնական պայմանագրի ինստիտուտը Հայաստանի Հանրապետություն չնայած շատ քիչ է կիրառվում, որը պետք է կնքվի իհարկե ամուսնության ընթացքում, ոչ թե ամուսնությունից հետո։ Այս կոնտեքստում եթե ասեմ։ Որոնք նաև էականորեն աճել են ընտանիքում բռնություն կիրառելու դեպքերը, կանայք ամենահաճախն են բռնության ենթարկվում։ Այստեղ
վիճակագրությունը փոխվում է նրանով, որ դիմելիությունն է շատացել, ավելի շատ է եղել, ուղղակի հիմա ավելի շատ են բարձրաձայնում դրա մասին, թե իրական դեպքերն են ավելանում։ Իրականում ընտանիքում բռնությունը տևական ժամանակ ունեցել է լատենտային բնույթ, այսինքն այդպես էլ չի գրանցվել որևիցե իրավապահ մարմնի, ասենք, մոտ չեն դիմել քաղաքացիները։ Տեղի ունեցել դեպքը բռնության, բայց ամուսինը այդպես էլ չի դիմել ոստիկանություն։ Եվ ասել միանշանակ, որ պայմանավորված է նրանով, որ սկսել են դիմել, չեն կարող ասել, որ ճշգրիտ կլինի այդ դատողությունը, բայց ես ամենայն հավանականությամբ համարում եմ այդպես է։ Քանի որ իրոք լատենտային բնույթը բերել է նրան, որ անհասկանալ էր իրականում հիմա Հայաստանի Հանրապետությունում ինչ վիճակի ընտանիքներում բռնության առումով կա, ինչ քանակների է, ինչ ցուցանիշների է եւ շատ դրական փոփոխություն տեղի ունեցավ օրենսդրության մեջ, օրենք ընդունվեց ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին, որը համապատասխան կարգավորումներ է նախատեսում, մասնավորապես թե ինչ է բռնությունը, դրա տարբեր դրսևորումները ընտանիքում, որ տեղի են ունենում, ընդ որում շատ բավականին լայն սահմանումներ են տրված, որպեսզի ներառվեն բոլոր դրսևորումները, ոչ թե միայն ֆիզիկական, օրինակ տնտեսական բնույթի էլ կարող լինի բռնությունը, երբ օրինակ կնոջը արգել են աշխատել կամ ասեն ինչ աշխատի կամ չաշխատի։ Եվ այդ օրենքը սկսեց երբ որ կիրառվել, արդեն դիմումներ ներկայացվեցին եւ այդ դիմումների շրջանակում կարելի ասել բացահայտվեց իրական պատկերը։ Իհարկե լինում են նաեւ դեպքեր, երբ որ չարաշահվում է այդ ինստիտուտը, այսինքն բռնության իրական դեպք չկա եւ պարզապես ուղղակի դիմում են ամուսինները, բայց չեմ կարծում, որ դրանք մեծ քանակություն կկազմեն եւ դրա պատճառով կարելի համարել, որ իմաստ չուներ այդպիսի կարգավորում ընդունվել։ Չէ, իհարկե կարգավորումն անհրաժեշտ էր։ Դա շատ անհրաժեշտ էր, որովհետև այլապես, եթե չլինի նման օրենք, ամեն ինչ արդեն ընկնում է քրեաիրավական դաշտ, տեղափոխվում է բացառապես քրեադատավարական պաշտպանական միջոցների դաշտ, ինչը եթե մենակ դա լինի, այդքան էլ արդյունավետ չի լինի պաշտպանությունը։ Ավելի շատ բռնության ենթարկվածները կանայք են, այսինքն իրավունքների ոտնահարումը միևնույն է կանանց դեպքում առկա է։ Ինչպես լուծել այդ խնդիրը, օրենսդրական ինչ առաջարկներ ունենաք։ Օրենսդրությամբ այդ հարցը լուծված է արդեն, այսինքն քրեական պատասխանատվություն է նախատեսված ցանկացած տեսակի բռնության նկատմամբ։ Բռնության դրսևորումները իրենց տարբեր անվանումներով լինի, թե առողջության վնաս պատճառել, թե խոշտանգում, դրանք արդեն առանձին հանցագազմերով նախատեսված են քրեական օրենսգրքով։ Այստեղ նորից արդեն խնդիրը ոչ թե օրենսդրության բովանդակության, այլ օրենսդրության կիրառման դաշտում է։ Անհրաժեշտ է բնականաբար այս հարցը լուծել սոցիալական բնույթի միջոցառումներով, չգիտեմ, դա կարող է ենթադրում եմ որպես քաղաքացի արդեն, ոչ թե որպես իրավաբան, պետք է խնդիրը լուծել դպրոցական ծրագրից, կրթական ծրագրից սկսած նույնիսկ, որպեսզի մենակ ընտանեկան դաստիարակությամբ քաղաքացիները չհասկանան, որ կնոջը չի կարելի ենթադրենք կամ իգական սեռին չի կարելի բռնության ենթարկել, առհասարակ ինչ-որ մեկին չի կարելի բռնության ենթարկել, այդ դպրոցում արդեն այդ ամեն ինչը շատ խորքային հիմունքներով ներկայացվի։ Մայրաքաղաքում բռնությունների գրանցված դեպքերը, ահազանգերի դեպքերը ավելի շատ են, քան մարզերում, սակայն իրավագիտակից հատվածը ավելի շատ Երևանում են բնակչությունն առհասարակ։ Այդ տարբերությունը ինչու՞մ է, էլի դիմելիության մեջ է խնդիրը, մարզերում չեն դիմում, թե իսկապես մարզերում ավելի քիչ են բռնության դեպքերը։ Այս տեսակ դեպքերում, երբ որ խոսքը իրավախախտումների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու մասին է, ու հենց այն հարցերում, որոնք որ շատ անգամ պայմանավորված են այլ ինչ-որ հանգամանքները, ոչ իրավական, ու հենց այդ հանգամանքները պայմանավորված չեն դիմում մարդիկ, չեն կարող միանշանակ ասել, լատենտային բնույթ ունի։ Բայց խնդիրը կարող լուծել համապատասխան հետազոտություններով, կրիմինոլոգիական հարցումների միջոցով, անանուն բնականաբար, որպեսզի վերհանվի իրական պատճառը, այսինքն
ցուցանիշները մարզերում ցածր են, որովհետև քիչ են դիում, թե որտեղ իրապես դեպքերը քիչ են։ Եվ նոր դրանից հետո արդեն հասկանալ մթնոլորտը Երևանի եւ մարզերի համեմատ երկուսի միջև ինչպիսին է տարբերությունն է, այսինքն բռնության քանակները Երևանում ավելի շատ են եւ դա իրապես այդպես է, թե ոչ մարզերի համեմատ։ Բռնության ենթարկված կինը ինչ պետք է անի, որոնք են գործողությունները, որ պետք է անել, այսինքն զանգահարել ոստիկանություն, գնալ բաժան, ինչ պետք է անել։ Զանգահարել ոստիկանություն, այնտեղից արդեն պրոֆեսիոնալ մակարդակով կարող արդեն քայլերի հաջորդականությունը տեղի կունենա։ Կինը, որը բռնության է ընթարկվել, կարող է վստահ լինել, որ իրավապահ համակարգը կլինի իր կողքին, այսինքն հաղորդման ընթացքը տան կանել, այդ ամենը ինչպես է հուշում։ Միանշանակ այդպես է։ Դատարան այդ գործերի ինչքան մասն է գնում դատարան, հիմնականում ուղարկվում են դատարան, չեն ուղարկվում եւ դատարաններում քննությունը ինչպես է։ Դատարան գործը կգնա թե ոչ, պայմանավորված է առաջին հերթին ապացուցողական բազայով, այսինքն մեղադրանքի համար բավարարապատվություններ կան թե ոչ։ Ոչ թե նրանով, որ եթե կինն է դժողը, ուրեմն չի ուղարկում դատարան գործը, միանշանակ այդպես չի կարող լինել։ Իսկ ընդհանուր վերցրած պետք է ցանկացած դժող դիմի ոստիկանություն։ Դա նաև անհրաժեշտ է հանցավորության մակարդակը ճշգրիտ պատկերացնելու համար ու հանցավորության դեմ պայքարը ճշգրիտ մեթոդներով մղելու համար։ Բարբերաբար բռնության ենթարկվել դիմեցինք ոստիկանություն, գործի քննության ընթացքը էլի գոնե ամիսների մակարդակով հաստատ տևում է։ Կան ինչ-որ պաշտպանության միջանկյալ միջոցներ, բացի կալանավորումը, որ կարծես թե շատ հազվադեպ է կիրառվում, որ հնարավոր լինի պաշտպանել անձին կրկնակի բռնությունից։ Հա, իհարկե, կան։ Ընդ որում այդ պաշտպանության միջոցները կան ինչպես քրեական դատավարության օրենսգրքում, այնպես էլ այդ բռնության, ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի մեջ։ Եվ ընդ որում, եթե տեղի ունեցած բռնությունը իր մեջ պարունակում է քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ, կարող են մի վարույթը մյուսին չի խոչընդոտի, այսինքն կարող են կիրառվել ինչպես պաշտպանական միջոցներ ընտանիքում բռնության կանխարգելման մասին այդ օրենքի շրջանակում, եւ կարող է նաեւ քրեական վարույթ նախաձեռնվել եւ քրեական վարույթի շրջանակում կիրառվեն դարձյալ պաշտպանական միջոցներ։ Այդ դեպքում իհարկե զուգահեռ երկու միջոցների անհրաժեշտություն չկա եւ քրեադատավարական պաշտպանական միջոցների գործողության ընթացքում չեն գործի արդեն իսկ կիրառված միջ քրեական գործը քրեական վարույթ նախաձեռնել է միջոցները։ Օրինակ կարող է բնակավայրի նկատմամբ, բնակարանի նկատմամբ հսկողություն սահմանվել ոստիկանության կողմից, որպեսզի կանխվի մեղադրյալի այս դեպքում այցը տուժած քաղաքացու բնակարան։ Պրակտիկայում կիրառելի է։ Ինչու ոչ։ Պետք է լինեն հիմքեր եւ դիմիջներ։ Այդքան ռեսուրս կա, որ ոստիկանությունը գնա հսկի։ Դա արդեն այլ խնդիր է, ռեսուրսների հարց։ Բայց եթե եղավ հիմք իրավական, խնդրանք ուղղված վարույթ իրականացնողին, քննիչը պետք է որոշումը կայացնի, չի կարող մերժել այն պատճառաբանությամբ, որ ռեսուրս չկա։ Այլ ինչ միջոցներ կան։ Բավականին շատ են իրականում, կարող են օրինակ այդ արգելել շփումը, նայեք, ինչու եմ ասում, որ բռնության ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը շատ արդյունավետ էր, որովհետև շատ անգամ այս կենցաղային բնույթի բռնությունները կարող են կանխվել եւ չշարունակվել ընդհանրապես որ նրանով, որ բռնություն կիրառողը որոշակի ժամանակ շփում չունենա զոհի հետ, ուրիշ բնակության վայր տեղափոխվի, չապրի այն տանը, որտեղ որ ընտանիքն է ապրում, այսինքն բռնության է ենթարկվել։ Եվ այդ պարզ բնույթի միջոցներով, հա, կարելի ասենք, որոնք նախկինում չունեին մենք, շատ անգամ հնարավոր է լինում նախ լարվածությունը նվազեցնել, երկրորդն էլ կանխել նոր բռնության դրսևորումները։
Կանանց բռնության ենթարկված կանանց նոր օրենքով կարծեմ այդ փոփոխությամբ հնարավոր տեղափոխել ինչ-որ կացարաններ։ Դա կա եւ արդյոք պրակտիկան կիրառելի է։ Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետեւ պրակտիկայում նման դեպքեր ինքս ուղղակի չեմ ունեցել շատ, բայց դա եւս ուղղված է նման ուրեմն ընտանիքում կենցաղային բռնության դեմ պայքարի, այսինքն պայքարի միջոցներից մեկն է։ Ընտանիքում բռնության են ենթարկվում նաև ոչ միայն կանայք, այլ երեխաները։ Սա նույնպես նույն օրենքի շրջանակներում է եւ դատարաններում պրակտիկան ինչպես է ստացվում, դատարաններն ինչպես են վերաբերվում այդ դեպքերին։ Դե եկեք տարբերակենք ինչ բնույթի իրավախախտման մասին է խոսքը, եթե պարզապես ընտանեկան վեճ է, որտեղ քննվում է երեխայի բնակության վայրի հարց ու բռնության վերաբերյալ համապատասխան տվյալները ներկայացնում դատարան ամուսիններից մեկը, դա ընտանեկան վեճի լուծման համար կարող է ունենալ նշանակություն այն առումով, որ դատարանը որոշի ըստ դրա նաև դրանով պայմանավորված, թե ում հետ պետք է երեխան բնակվի։ Եթե արարքը իր մեջ պարունակեց համապատասխան հանցակազմ, բնականաբար հաղորդում կներկայացվի ոստիկանություն, իրավապահ մարմիններ եւ արդեն քրեական վարույթ կնախաձեռնվի եւ քրեական վարույթի դեպքում, երբ որ բռնության զոհադարձել երեխան ու ինչ որ առողջության վնաս կա որոշակի աստիճանի, հա, միջին ծանրության ծանր, բնականաբար ենթադրվում է, որ դատարանը շատ բացասական վերաբերմունք կունենա իր վճռով, դատավճռով քրեական օրենքով արգելված արարք, այսինքն բռնությունը կիրառած մարդու նկատմամբ, դա նաև պայմանավորված է ենթադրվում է մեր մենթալիտետով։ Պարոն վերջում շատ ուղիղ Հայաստանում պաշտպանված են կանանց իրավունքները։ Օրենքով պաշտպանված են, գործնականում ոչ այդքան։ Ավելի շատ ոչ թե ոչ այդքան, այլ ոչ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր իրավաբանական գիտությունների թեկնածու փաստաբան Դավիթ Հունանյանը։ Մենք զրուցում էինք կանանց իրավունքների պաշտպանության, ամուսնալուծությունների, ինչպես նաև ընտանիքում բռնության դեպքերի մասին։